Մեկուսացված առանձնատանը տարեց կնոջ առողջությունը սկսում է առեղծվածային կերպով վատանալ։ Անմեղ մի տղա բացահայտում է անհանգստացնող մի արտահայտություն, որը փոխում է ամեն ինչ։ Նա չի թողնում, որ քո մայրը քայլի։ Այն, ինչ թվում էր խնամք սեր, թաքցնում է մութ ծրագիր, որը շատ ավելի հեռու է գնում այդ տնից։ Մեկուսացված առանձնատանը տարեց կնոջ առողջությունը սկսում է առեղծվածային կերպով վատանալ։ Անմեղ մի տղա բացահայտում է անհանգստացնող մի արտահայտություն, որը փոխում է ամեն ինչ։ Նա չի թողնում, որ քո մայրը քայլի։ Այն, ինչ թվում էր խնամք սեր, թաքցնում է մութ ծրագիր, որը շատ ավելի հեռու է գնում այդ տնից։ Առանձնատունը վեր էր խոյանում քարե պարիսպների արադարձային բուսականության մեջտեղում, որը շրջապատում էր սեփականությունը, տեղակայված Դիլիջանի ազնվական շրջանում, Տավուշի մարզում։ Գաղութային ոճի առանձնատունը, իր խնամքով նախագծված այգիներով, լայն պատշգամբներով, Ռուբեն Սարգսյանի տունն էր, սուրճի ապրանքների արտահանման ոլորտում հայտնի գործարարի։ 42 տարեկանում Ռուբենը կառուցել էր մի արտրային կայսրություն, որի ճյուղերը տարածվում էին Մերձավոր Արևելքի Եվրոպայի տարբեր երկրներում։ Սակայն հաջողության գործնական հանդիպումների ճակատագրի հետում թաքնված էր մի մարդ, որը խորապես կապված էր իր արմատներին, առաջին հերթին իր մորը։ Տիկին Հեղինե Սարգսյանը 78 տարեկան էր, լեռնային էլե։ Գանտության մարմնացումը։ Սպիտակ մազերը միշտ հավաքված էին նուրբ կապի մեջ, շագանակագույն աչքերը դեռ պահպանում էին ավելի երջանիկ ժամանակների փայլը, ժպիտը, որը լուսավորում էր ցանկացած միջավայր։ 3 տարի առաջ այրացած ամուսնու հանկարծակի մահից հետո սրտի խնդրի պատճառով Հեղինեն դարձել էր Ռուբենի միակ կապը ընտանիքի հետ, որը մի ժամանակ մեծ ու կենսունակ էր։ Եղբայրները իրենց կյանքը շարունակել էին այլ քաղաքներում, ընտանեկան հանդիպումները հազվադեպ էին դարձել։ Մոր-որդու միջ հարաբերությունները խորը մտերմության էին, որը գերազանցում էր բառերը։ Նա եղել էր նրա ապահով նավահանգիստը դեռահասության բուռն տարիներին, նրա խորհրդատուն, բիզնեսում դժվար որոշումների պահերին, նրա լուռ աջակցությունը, յուրաքանչյուր նվաճման ժամանակ։ Առանձնատան առօրյան ընթանում էր հանգիստ կանխատեսելի ռիթմով։ Առավոտյան սուրճը մատուցվում էր պատշգամբում, որը նայում էր այգիներին, որտեղ տիկին Հեղինեն սիրում էր դիտել ծաղիկներ այցելող կոլիբրիներին։ Կեսօրին նա սովորաբար ասեղնագործում էր կամ կարդում իր սիրելի վեպերը գրադարանում։ Ռուբենը, երբ չէր ճանապարհորդում, օրվա մեծ մասն անցկացնում էր տանը կից գրասենյակում, որտեղից ղեկավարում էր իր գործերը։ Աշխատակազմը փոքր էր, հավատարիմ։ Կար Անահիտը, խոհարարը, որն ավելի քան 20 տարի աշխատում էր ընտանիքում, նրա որդին, Գաբրիելը, 10 տարեկան տղա, ուշադիր աչքերով սուր հետաքրքրությամբ, 2 տնտեսապետ, որոնք հոգում էին սեփականության պահպանման համար։ Այս կարգավորված կյանքի դինամիկան փոխվեց, երբ պատմության մեջ մտավ Մարիաննա Ղուկասյանը։ Նա առաջին անգամ հայտնվեց բարեգործական միջոցառման ժամանակ, որը կազմակերպվել էր մի հիմնադրամի կողմից, որի հովանավորն էր Ռուբենը։ Բարձրահասակ, նուրբ դիմագծերով, փափուկ ձայնով, որը կարծես շրջապատում էր մարդկանց, Մարիաննան 36 տարեկան էր, ներկայանում էր որպես հոլիստիկ թերապևտ, առողջության խորհրդատու։ Նրա ռեզյումեն ներառում էր տարբեր այլընտրանքային թերապիաների վերապատրաստումներ, նա վարժ խոսում էր բուսաբուժության, արոմաթերապիայի հանգստացնող տեխնիկաների մասին։ Ռուբենը տպավորված էր ոչ միայն նրա արտաքինով, այլ այն հեշտությամբ, որով նա խոսում էր տարբեր թեմաների շուրջ, գրականությունից մինչ միջազգային տնտեսագիտություն։ Հանդիպումները դարձան հաճախակի։ Ընթրիքներ էլեգանտ ռեստորաններում, զբոսանքներ Դիլիջանի պատմական կենտրոնում, խոսակցություններ, որոնք ձգվում էին մինչ լուսաբաց։ Մարիաննան անկեղծ հետաքրքրություն էր ցուցաբերում Ռուբենի կյանքի նկատմամբ, հարցնելով նրա ընտանիքի, բիզնեսում ունեցած մարտահրավերների, մոր հետ կապված մտահոգությունների մասին։ Նա ուշադիր լսում էր, խոհեմ խորհուրդներ տալիս, աստիճանաբար մշտական ներկայություն դարձավ նրա կյանքում։ Առաջին հանդիպումից 6 ամիս անց Ռուբենը նրան հրավիրեց առանձնատուն։ Տիկին Հեղինեն նրան դիմավորեց իրեն բնորոշ ջերմությամբ, բայց Անահիտը խոհանոցից հանդիպումը դիտում էր հետաքրքրության, զգուշության խառնուրդով հայացքով։ Մարիաննան շահեց տիկին Հեղինեին փոքր ժեստերով։ Նա բերում էր հատուկ թեյեր, որոնք, ըստ նրա, օգնում էին արյան շրջանառությանը, կենսունակություն էին հաղորդում։ Առաջարկում էր հանգստացնող մերսումներ տիկնոջ ուսերին, կեսօրվա ընթերցանությունից հետո։ Խոսում էր բուժիչ բույսերի մասին։ Վարակիչ ոգորությամբ։ Ռուբենը դրանում տեսնում էր Մարիաննայի, իր նկատմամբ ցուցաբերած հոգատարության շարունակությունը երախտապարտ էր, որ գտել էր մեկին, ով նույնքան էր հոգ տանում իր մոր մասին, որքան ինքը։
Մի քանի ամսում Մարիանան արդեն օրվա մեծ մասն անցկացնում էր առանձնատանը։ Նրա համար սենյակ էր պատրաստվել, շուտով նրա ճամպրուկներն ու իրերը զբաղեցրին պահարաններն ու դարակները։ Հատկապես անձրոտ աշնանային մի օր տիկին Հեղինեն սկսեց ցուցաբերել առաջին ախտանիշները։ Ամեն ինչ սկսվեց չափից ավելի հոգնածության բողոքներով։ Նա, ով միշտ ակտիվ էր անկախ, սկսեց օգնություն խնդրել աստիճաններով բարձրանալու համար։ Այգում առավոտյան նրա զբոսանքները կարճացան։ Ռուբենը նկատեց փոփոխությունը, առաջարկեց բժշկական խորհրդատվություն։ Բժիշկ Հենրիկ Խաչատրյանը, ընտանիքի բժիշկը տասնամյակներ շարունակ, իրականացրեց մի շարք հետազոտություններ։ Արյուն, վահանած գեղձ, վիտամինների մակարդակ, ամեն ինչ կարծես նորմայի սահմաններում էր նրա տարիքի կնոջ համար։ Նա նշանակեց վիտամինային հավելումներ, խորհուրդ տվեց թեթ-վարժություններ։ Սակայն հաջորդ շաբաթները ավելի կտրուկ անկում բերեցին։ Տիկին Հեղինեն սկսեց բողոքել ոտքերի թուլությունից։ Կային օրեր, երբ նա զգում էր թմրածություն, այլ օրեր՝ ծանրության զգացում։ Մարիանան անձամբ ստանձնեց խնամքը, մերժելով Ռուբենի առաջարկը, վարձել պրոֆեսիոնալ բուժքույր։ Նա պնդում էր, որ տիկին Հեղինեն ընտանեկան միջավայրի կարիք ունի, առանց անծանոթների ներկայության, որոնք կարող էին նրան անհարմարավետ զգալ։ Ռուբենը, վստահելով Մարիանայի դատողությանը, տեսնելով նրա նվիրվածությունը, համաձայնեց։ Մարիանան հատուկ ուտեստներ էր պատրաստում, բուսական թեյեր, որոնք ինքն էր ընտրում, ժամեր էր անցկացնում տիկնոջ կողքին, կարդալով կամ պարզապես զրուցելով։ Գաբրիելը, Անահիտի որդին, դիտող տղա էր։ Նա իր ազատ ժամանակի մեծ մասն անցկացնում էր առանձնատան անկյունները ուսումնասիրելով, այգիներում խաղալով կամ մորը խոհանոցում օգնելով։ Նա սիրում էր տիկին Հեղինեին, ով միշտ քաղցրավենիք էր տալիս լսում նրա դպրոցական պատմությունները։ Վերջին շրջանում Գաբրիելը նկատել էր, որ տիկինն այլևս այդքան չէր ժպտում։ Նա կարծես հեռու էր, երբեմն շփո։ Թվաց, հաճախ հրաժարվում էր ուտել կամ խմել այն, ինչ Մարիանան էր առաջարկում։ Մի կեսօր, երբ խաղում էր տիկին Հեղինեի սենյակի մոտ գտնվող միջանցքում, Գաբրիելը տեսավ Մարիանային թեյ պատրաստելիս։ Նա մուգ ապակե փոքր շշից ինչ-որ բան լցրեց բաժակի մեջ, խնամքով խառնեց։ Տիկինը, ըմպելիքն ստանալիս, դեմքը ծամացրեց, ասաց, որ դառն է։ Մարիանան քաղցր ձայնով պնդեց, ասելով, որ դա անհրաժեշտ է նրա ապաքինման համար։ Տղան լավ չհասկացավ, թե ինչ տեսավ, բայց այդ տեսարանում ինչ-որ բան նրան անհանգստացրեց։ Նա պատկերը պահեց հիշողության մեջ, ընթրիքի ժամանակ մորը հարցրեց, թե արդյոք Մարիանայի, տիկին Հեղինեին տված թեյերը լավն էին։ Անահիտը, զբաղված կաթսաներով, շեղված կերպով պատասխանեց, որ կարծում է, այո, քանի որ Մարիանան հասկանում է այդ բաներից։ Գաբրիելը չպնդեց, բայց շարունակեց դիտել։ Նա նկատեց, որ այն օրերին, երբ տիկին Հեղինեն խմում էր թեյերը, նա հատկապես քնկոտ շփոթված էր դառնում։ Եվ որ Մարիանան երբեք թույլ չէր տալիս տիկնոջը որե շարժում անել առանց իր հսկողության, միշտ պնդելով, որ ցանկացած ջանք կարող է վատթարացնել նրա վիճակը։ Ռուբենը, ընկղմված իր մասնագիտական պարտականությունների մեջ, չնկատեց այն մանրամասները, որոնք տղան էր ընկալում։ Նա Մարիանային դիտում էր որպես փրկիչ, մեկը, ով իր մոր խնամքի բեռը վերցրել էր առանց դրա դիմաց որևէ բան խնդրելու։ Երբ նա վերադառնում էր իր ճանապարհորդություններից, տիկին Հեղինեին գտնում էր անկողնում, գունատ փխրուն, բայց միշտ Մարիանայի կողքին, կարդալիս կամ դեղորայք կազմակերպելիս։ Նա իրեն մեղավոր էր զգում, որ ավելի ներկա չէր, բայց մխիթարվում էր նրանով, որ մայրը լավ ձեռքերում էր։ Մինչ մի կեսօր, երբ անսպասելիորեն վերադարձավ չեղյալ հայտարարված հանդիպումից, նա Գաբրիելին գտավ մուտքի սրահում սպասելիս։ Տղայի դեմքին լուրջ արտահայտություն կար, որն անսովոր էր նրա տարիքի համար։ Գաբրիելը բռնեց Ռուբենի պիջակի քղանցքից, մինչ նա կկարողանար բարձրանալ աստիճաններով։ Նրա տերը, այն տարիներին, երբ ճանաչում էր տղային, երբեք նրան այդպիսի շտապողականությամբ չէր տեսել։ Պարոն Ռուբեն, պետք է ձեզ հետ խոսեմ, ասաց Գաբրիելը ցածր ձայնով, արագ շուրջը նայելով, կարծես վախենալով, որ իրեն կլսեն։ Ռուբենը հոնքերը կնճռեց, բայց տղայի դեմքի լրջությունը ստիպեց նրան կանգ առնել։ Նրանք մտան գրասենյակ, Ռուբենը փակեց դուռը։ Ինչ է պատահել, Գաբրիել։ Տղան խորը շունչ քաշեց, փորձելով բառերը դասավորել։ Ես տեսա տիկին Մարիանային, որ ինչ-որ բան էր լցնում տիկին Հեղինեի թեյի մեջ։ Տիկինը չէր ուզում խմել, բայց նա պնդեց։ Սա արդեն մի քանի անգամ է պատահել։ Եվ այն բանից հետո, երբ տիկին Հեղինեն խմում է թեյը, նա շատ տարօրինակ է դառնում, քնկոտ շփոթված։
Կարծում եմ, նա միտումնավոր թույլ չի տալիս տիկին Հեղինեին քայլել։ Բառերը դուրս եկան խառնաշփոթ, բայց պարզ։ Ռուբենը ցուրտ զգաց իր ողնաշարում։ Նրա առաջին արձագանքը անհավատությունն էր։ Մարիանան ուշադիր էր, քնքուշ, նվիրված։ Ինչպես կարող էր նա վատ բան անել։ Բայց հետո հիշեց այն վստահությունը, որ միշտ տածել էր այդ տղայի նկատմամբ։ Գաբրիելը երբեք չէր ստել, երբեք պատմություններ չէր հորինել։ Նա խելացի, դիտող իր տարիքից ավելի պատասխանատու երեխա էր։ Ռուբենը ծանր նստեց գրասեղանի հետի կաշվե աթոռին։ Գաբրիել, վստահ ես, որ տեսել ես։ Տղան եռանդով գլխով արեց։ Այո, պարոն։ Ես տեսա, թե ինչպես նա վերցրեց մի փոքր, մուգ շիշ մի քանի կաթիլ լցրեց բաժակի մեջ։ Եվ էլի կա։ Երեկ ես լսեցի, թե ինչպես էր նա հեռախոսով խոսում։ Նա ինչ-որ բան ասաց դոզաների ճշգրտումների մասին։ Ես լավ չհասկացա, բայց կարծես կարող էր։ Ռուբենը ձեռքը տարավ դեմքին, զգալով այդ բացահայտման ծանրությունը։ Շնորհակալություն պատմելու համար, Գաբրիել։ Բայց ես պետք է, որ դու դա ոչ մեկին չպատմես, լավ։ Նույնիսկ մորթ։ Դա շատ կարևոր է։ Տղան համաձայնեց, թեթացած, որ կիսվել էր իրեն տանջողով։ Գաբրիելի հեռանալուց հետո Ռուբենը երկար ժամանակ մնաց միայնակ գրասենյակում։ Նրա միտքը հակասական մտքերի հորցանուտ էր։ Մի կողմից կար Մարիանայի պատկերը որպես նվիրված ուղեկից, ով մտել էր իր կյանք դարձել անփոխարինելի։ Մյուս կողմից կար մի տղայի մեղադրանքը, ում նա գիտեր, որ ազնիվ է։ Եվ կային նա անվիճելի փաստեր։ Մոր առողջությունը վատթարանում էր այն պահից, երբ Մարիանան ստանձնել էր խնամքը։ Բժիշկները բացատրություն չէին գտնում։ Եվ Մարիանան միշտ պատճառաբանություններ էր գտնում առողջապահության մասնագետներին հեռացնելու համար, նախընտրելով ամեն ինչ միայնակ խնամել։ Ռուբենը որոշեց, որ պետք է զգուշությամբ գործել։ Մարիանային անմիջապես դիմակայելը կարող էր շտապողական լինել։ Եթե Գաբրիելը սխալվում էր, նա կկործաներ կարևոր հարաբերություն։ Բայց եթե տղան ճիշտ էր, ցանկացած իմպուլսիվ գործողություն կարող էր մորը էլ ավելի մեծ վտանգի տակ դնել։ Նրան ապացույցներ էին պետք, վստահություն։ Այդ գիշեր, ընթրիքի ժամանակ, Ռուբենը Մարիանային նոր աչքերով էր դիտում։ Նկատեց, թե ինչպես էր նա վերահսկում տիկին Հեղինեի առօրյայի յուրաքանչյուր ասպեկտը։ Ինչպես էր նա կանխում տիկնոջ ցանկացած փորձ, միայնակ ինչ-որ բան անելու։ Ինչպես էր նա պնդում, որ նա մնա պառկած, պնդելով, որ հանգիստը հիմնարար է։ Եվ առաջին անգամ պարզ տեսավ, թե ինչպես էր մայրը կարծես հաշտված, գրեթե պարտված, այնքան տարբեր այն ուժեղ կնոջից, որին նա միշտ ճանաչել էր։ Ընթրիքից հետո, երբ Մարիանան բարձրացավ տիկին Հեղինեին քնելու պատրաստելու, Ռուբենը մտավ գրադարան, զանգահարեց բժիշկ Հենրիկին։ Խոսակցությունը կարճ էր, բայց պարզաբանող։ Բժիշկը խոստովանեց, որ ինքը շփոթված էր տիկին Հեղինեի դեպքով։ Ախտանիշները չէին համապատասխանում որևէ հայտնի կլինիկական պատկերի։ Ոտքերի շարժունակության պրոգրեսիվ կորուստը առանց ակնհայտ նյարդաբանական պատճառի անտիպ էր։ Նա նշեց, որ առաջարկել էր ավելի հատուկ հետազոտությունների նոր շարք, բայց Մարիանան ասել էր, որ տիկին Հեղինեն շատ թույլ է հիվանդանոց տեղափոխվելու համար։ Ռուբենը կրծքի մեջ սեղմում զգաց։ Նա չգիտեր այդ մերժման մասին։ Հաջորդ օրերին Ռուբենը սկսեց իր լուր հետաքննությունը։ Դիտում էր Մարիանայի ժամերը, սովորությունները, շարժումները տան շուրջ։ Նկատեց, որ նա ուներ թերապիայի սենյակ, ինչպես սիրում էր անվանել, որտեղ պահում էր իր շշերը, յուղերը, խոտաբույսերը, գրառումները։ Դուռը միշտ փակ էր, երբ նա այնտեղ չէր։ Ռուբենը գիտեր, որ չի կարող պարզապես ներխուժել այդ տարածք առանց կասկածներ առաջացնելու։ Նրան պետք էր մի պահ, երբ Մարիանան զբաղված լիներ կա։ Առանձնատնից դուրս։ Հնարավորությունն առաջացավ, երբ Մարիանան նշեց, որ պետք է գնա քաղաք, գնելու մի քանի հատուկ մատակարարումներ, որոնք պատվիրել էր։ Նա դուրս կլիներ առնվազն 3 ժամ։ Հենց որ Մարիանայի բեռնատարը անհետացավ դարպասից, Ռուբենը բարձրացավ աստիճաններով։ Նրա սիրտը արագ էր բաբախում, նա իրեն զգում էր որպես ներխուժող իր սեփական տանը։ Թերապիայի սենյակի դուռը փակ էր, բայց Ռուբենը ուներ առանձնատան բոլոր կողպեքների հիմնական բանալիները։ Նրա ձեռքերը թեթակի դողում էին, երբ նա պտտեց բանալին, հրեց դուռը։ Սենյակը լայն էր, լավ լուսավորված, դարակներով, որոնք հատակից մինչ առաստաղ էին հասնում, ծածկելով 3 պատ։
Կային բոլոր չափերի շշեր, ապակե տարաներ չոր խոտաբույսերով, եթերային յուղերով, անուշաբույր մոմերով։ Ամեն ինչ շատ կազմակերպված էր, գրեթե մոլուցքով։ Ռուբենը սկսեց ուսումնասիրել շշերը։ Շատերի վրա ձեռագիր պիտակներ կային, բույսերի անուններով՝ երիցուկ, նարդոս, մելիսա, վալերիանա։ Բայց կային նա այլ անհայտներ, միայն թվեր կամ կոդեր, որոնք նա չէր հասկանում։ Սենյակի կենտրոնում գտնվող գրասեղանի մի դարակում նա գտավ տետրեր։ Բացելով դրանք, տեսավ մանրամասն գրառումների էջեր։ Ամսաթվեր, ժամեր, ախտանիշների նկարագրություններ, նյութերի դոզաներ։ Գրառումներում բազմիցս հիշատակվում էր տիկին Հեղինեն։ Նոյեմբեր, դոզան ավելացված է, բավարար արձագանք, շարժունակությունը նվազել է։ Դեկտեմբեր, դիմադրություն է նկատվել, ճշգրտում է անհրաժեշտ, նոր բանած։ Բառերը ցատկում էին էջից Ռուբենին ծակում էին սայրերի պես։ Նա իր բջջային հեռախոսով լուսանկարեց մի քանի էջ, նրա ձեռքերը հիմա տեսանելիորեն դողում էին։ Նա շարունակեց որոնել մի դարակի հատակում գտավ ինտերնետով կատարված գնումների հաշիվ ապրանքագրեր։ Վերահսկվող դեղամիջոցներ, մկանային ռելաքսանտներ, անքսիոլիտիկներ։ Ամեն ինչ ձեռք էր բերվել առանց դեղատոմսի, կասկածելի կայքերի միջոցով։ Ամսաթվերը ճշգրտորեն համընկնում էին այն ժամանակահատվածի հետ, երբ մայրը սկսել էր կորցնել ոտքերի շարժումները։ Ռուբենը սրտխառնոց զգաց։ Ինչպես էր նա նախկինում չնկատել։ Ինչպես էր նա թույլ տվել, որ դա տեղի ունենա իր սեփական տանիքի տակ։ Նա ամեն ինչ խնամքով դրեց իր տեղը, համոզվելով, որ իր ներկայության հետքեր չթողնի։ Փակեց դուռը ոտքերը դողալով իջավ աստիճաններով։ Նրան օգնություն էր պետք, մասնագիտական ուղղորդում։ Բայց դեռ չէր կարող ներգրավել ոստիկանությանը։ Ոչ առանց բացարձակ վստահության։ Ոչ առանց նախ իր մորը պաշտպանելու։ Նա հիշեց բժիշկ Բեատրիս Մարգարյանին, բժշկուհուն, ով տարիներ շարունակ բուժել էր իր ընտանիքին, մինչ թոշակի անցնելը Դիլիջանի արվարձաններում գտնվող մի ամառանոց տեղափոխվելը։ Նա տիկին Հեղինեն վաղուցվա ընկերներ էին։ Ռուբենը վերցրեց հեռախոսը, զանգահարեց նրան, խնդրելով շտապ հանդիպում։ Բժիշկ Բեատրիսը նրան հաջորդ օրը դիմավորեց իր տանը։ Նա 70 տարեկան կին էր, մոխրագույն մազերով թափանցող կապույտ աչքերով, որոնք դեռ պահպանում էին տասնամյակների բժշկական պրակտիկայի սրամտությունը։ Ռուբենը պատմեց ամեն ինչ՝ Գաբրիելի մեղադրանքը, իր գտած գրառումները, կասկածելի հաշիվ ապրանքագրերը, մոր անբացատրելի անկումը։ Բժշկուհին լուռ լսում էր, նրա դեմքը գնալով ավելի լուրջ էր դառնում։ Երբ Ռուբենը վերջացրեց, նա խորը շունչ քաշեց։ Ռուբեն, այն, ինչ դուք նկարագրում եք, մկանային ռելաքսանտներով կամ բենզոդիազեպիններով վերահսկվող դոզաներով թունավորման դասական ախտանիշներ են։ Դա դաժան պրակտիկա է, բայց ոչ անսովոր տարեցների նկատմամբ չարաշահման դեպքերում։ Ես պետք է անձամբ զննեմ ձեր մորը։ Ռուբենը բացատրեց դժվարությունը։ Մարիանան վերահսկում էր տիկին Հեղինեին բոլոր մուտքերը։ Ցանկացած բժշկական այց կկանխվեր կամ կվերահսկվեր նրա կողմից։ Բժիշկ Բեատրիսը մի պահ մտածեց, հետո առաջարկեց. Ես կգնամ այնտեղ որպես հին ընկերուհի, սոցիալական այցով։ Բժշկություն չեմ հիշատակի։ Պարզապես ուզում եմ տեսնել Հեղինեին հին ժամանակները հիշել։ Կարող եք դա կազմակերպել։ Ռուբենը գլխով արեց։ Այո, կարող եմ։ Մարիանան չէր կարող մերժել ընկերական այցը, առանց տարօրինակ թվալու։ Նրանք պայմանավորվեցին, որ բժիշկ Բեատրիսը կգնա առանձնատուն հանգստյան օրերին, երբ Մարիանան ներկա կլինի, բայց բժշկական միջամտություն չի սպասի։ Մինչդեռ Ռուբենը աննկատ տեղադրեց անվտանգության տեսախցիկներ տան ռազմավարական կետերում։ Նա վարձեց հսկողության մասնագետ, ով աշխատեց գիշերը, երբ Մարիանան քնած էր։ Տեսախցիկները փոքր էին, գրեթե անտեսանելի, տեղադրված նկարների շրջանակներում, գրապահարաններում, լուսատուներում։ Խոհանոցը, դռան ճեղքից մատչելի թերապիայի սենյակը, հյուրասենյակը ծածկված էին։ Ռուբենը կիսված էր մորը պաշտպանելու անհրաժեշտության այն զգացողության մեջ, որ խախտում էր իր սիրելիի գաղտնիությունը։ Բայց յուրաքանչյուր անցնող օրվա հետ, ամեն անգամ, երբ տեսնում էր տիկին Հեղինեին ավելի թույլ բացակայող, նրա վճռականությունը ուժեղանում էր։ Շաբաթը լուսացավ պարզ երկնքով Դիլիջանին բնորոշ զով օդով։ Ռուբենը վաղ արթնացավ, անհանգիստ բժիշկ Բեատրիսի այցի համար։
Նա Մարիանային նախորդ գիշեր տեղեկացրել էր, որ ընտանիքի հին ընկերուհին կգա ճաշի, նա լուրը ստացել էր իր սովորական ժպիտով, անմիջապես առաջարկելով հատուկ բան պատրաստել։ Ռուբենը նրբորեն մերժեց, ասելով, որ Անահիտն արդեն ամեն ինչով կզբաղվի։ Նա Մարիանայի դեմքին կարճատ դժգոհություն տեսավ, բայց նա շուտով վերականգնեց իր հանգստությունը։ Բժիշկ Բեատրիսը ժամանեց առավոտյան ժամը 11-ի սահմաններում։ Նա իր հետ բերել էր եգիպտացորենի ալյուրով տորտ, մի ուտեստ, որը տիկին Հեղինեն միշտ գնահատել էր։ Մարիանան նրան ջերմորեն դիմավորեց, Ռուբենը նրան պաշտոնապես ներկայացրեց, թե գիտեր, որ նրանք երկուսն էլ նախկինում ծանոթ էին։ Բժշկուհին խնդրեց տեսնել տիկին Հեղինեին, Մարիանան, չկարողանալով մերժել, առանց տարօրինակ թվալու, նրան ուղեկցեց տիկնոջ սենյակ։ Ռուբենը ուղեկցեց նրանց, դիտելով յուրաքանչյուր արձագանք, յուրաքանչյուր փոխանակված բառ։ Տիկին Հեղինեն նստած էր պատուհանի կողքի բազկաթոռ։ Ռին, ծածկված բրդյա չնայած մեղմ եղանակին։ Երբ նա տեսավ բժիշկ Բեատրիսին, նրա աչքերը լուսավորվեցին մի փայլով, որը Ռուբենը ամիսներով չէր տեսել։ Բեատրիս, սիրելիս, ինչ հրաշալի անակնկալ, ասաց տիկին Հեղինեն թույլ, բայց հուզված ձայնով։ Երկուսը խոսեցին հին ժամանակների, կիսված իրադարձությունների, ճանաչած մարդկանց մասին։ Մարիանան մնաց սենյակում, ուշադիր, բայց բժիշկ Բեատրիսը խոսակցությունը վարեց այնքան բնականորեն, որ նրա ներկայությունը պարզապես ձական թվաց։ Խոսակցության ընթացքում բժշկուհին աննկատ դիտում էր տիկին Հեղինեի ախտանիշները։ Նկատեց չափից ավելի գունատությունը, ձեռքերի նուրբ դողը, կենտրոնանալու դժվարությունը, որը ստիպում էր տիկնոջը կորցնել խոսակցության թելը։ Երբ Մարիանան պահի համար դուրս եկավ ջուր բերելու, բժիշկ Բեատրիսը օգտվեց առիթից, ցածր ձայնով հարցնելու, թե ինչպես է տիկին Հեղինեն զգում իրեն։ Պատասխանը բացահայտող էր։ Ինձ թվում է, թե լողում եմ, Բեատրիս։ Երբեմն չգիտեմ, արթուն եմ, թե երազում եմ։ Իմ ոտքերն այլս չեն հնազանդվում ինձ։ Վախենում եմ, որ խելքս եմ կորցնում։ Բժշկուհին մուր բռնեց նրա ձեռքը։ Դուք խելքներդ չեք կորցնում, Հեղինե։ Վստահեք ինձ։ Ճաշը անցավ ակնհայտ նորմալությամբ։ Բժիշկ Բեատրիսը գովաբանեց Անահիտի ուտեստը, զվարճալի պատմություններ պատմեց, որոնք նույնիսկ Մարիանային ծիծաղեցրին։ Բայց նրա փորձառու աչքերը շարունակում էին դիտել։ Նկատեց, թե ինչպես էր Մարիանան վերահսկում, թե ինչ էր ուտում տիկին Հեղինեն, կտրատելով ուտելիքը մանր կտորների, չափից ավելի հաճախակի ջուր առաջարկելով։ Տեսավ, թե ինչպես էր տիկինը աստիճանաբար քնկոտ դառնում ճաշից հետո, մինչ սեղանի մոտ գրեթե քնելը։ Եվ մտքով գրանցեց յուրաքանչյուր մանրամասնություն Ռուբենի համար կազմվելիք զեկույցի համար։ Հրաժեշտից հետո Ռուբենը բժիշկ Բեատրիսին ուղեկցեց մինչ մեքենան։ Մարիանայի ականջներից հեռու նա ուղիղ խոսեց. Ռուբեն, ձեր մայրը համակարգված թունավորվում է։ Ախտանիշներն աներկբա են։ Չափից ավելի քնկոտությունը, մտավոր շփոթությունը, մկանային տոնուսի կորուստը, ամեն ինչ ցույց է տալիս նյարդային համակարգը ճնշող նյութերի երկարատ կիրառում։ Նա հիվանդություն չունի։ Նրան դանդաղ թունավորում են։ Մենք պետք է արագ գործենք։ Յուրաքանչյուր անցնող օրվա հետ վնասը կարող է անդառնալի դառնալ։ Ռուբենը զգաց, որ աշխարհը պտտվում է իր շուրջը։ Իր ամենավատ վախերի հաստատումը բժշկական մասնագետից ամեն ինչ սարսափելի իրական դարձրեց։ Բայց ինչ կարող եմ անել։ Եթե հիմա դիմակայեմ Մարիանային, նա կարող է փախչել կամ էլ ավելի վատթարացնել իրավիճակը, ասաց Ռուբենը, նրա ձայնը լի տագնապով։ Բժիշկ Բեատրիսը մի պահ մտածեց։ Ձեզ անհրաժեշտ են անհերքելի ապացույցներ։ Պետք է նրան բռնեք արարքի վրա։ Միայն այդպես կարող եք ապահովել ձեր մոր անվտանգությունը, որ այդ կինը պատասխան տա իր արածի համար։ Մինչդեռ ես կպատրաստեմ դետոքսիկացիայի արձանագրություն, երբ մենք կարողանանք Հեղինեին դուրս բերել այս իրավիճակից։ Բայց արագ եղեք, Ռուբեն։ Մենք շատ ժամանակ չունենք։ Ռուբենը վերադարձավ առանձնատուն, սրտում էլ ավելի մեծ ծանրությամբ։ Իր տեղադրած տեսախցիկները սկսեցին ամեն ինչ ձայնագրել։ Նա ամեն օր ուշ գիշերով ստուգում էր պատկերները, փակված իր գրասենյակում։ Այն, ինչ տեսնում էր ձայնագրություններում, անհանգստացնող էր։ Մարիանան, երբ կարծում էր, որ միայն նա փոխվում էր։ Նրա քաղցր ու ուշադիր դեմքը տեղը զիջում էր սառը, հաշվարկող արտահայտությանը։
Ձայնագրություններից մեկում նա խոհանոցում թուրմ էր պատրաստում, ավելացնելով անգույն հեղուկի կաթիլներ մի շշից, որը հանում էր գոգնոցի գրպանից։ Խնամքով խառնում էր, հոտը ստուգում, քանակը կարգավորում։ Մեկ այլ ձայնագրությունում, որը նկարահանվել էր թերապիայի սենյակի տեսախցիկով, կիսաբաց դռան ճեղքից Մարիանան հեռախոսով խոսում էր։ Ռուբենը բարձրացրեց ձայնը, ավելի լավ լսելու համար։ Խոսակցությունը հատվածական էր, բայց բավականաչափ պարզ։ Մակարդակները համապատասխան են։ Նա լավ է արձագանքում բուժմանը։ Եվս 2 շաբաթ շարժունակությունը ամբողջությամբ կխախտվի։ Այո, հետելով արձանագրությանը։ Հետադարձ ճանապարհ չի լինի։ Ռուբենը զգաց, որ լեղին բարձրանում է իր կոկորդում։ Այդ բառերում մի սառնություն կար, որը նրան սարսափեցնում էր։ Ո՞վ էր հեռախոսի մյուս կողմում։ Ինչ բուժման մասին էր նա խոսում։ Եվ ինչ էր նշանակում հետադարձ ճանապարհ չի լինի։ Ամենաշոկային բացահայտումը եկավ հյուրասենյակի ձայնագրությունից։ Ուշ գիշեր էր։ Մարիանան կարծում էր, որ բոլորը քնած են։ Նա բացեց իր նոութբուքը, սկսեց մուտքագրել։ Ռուբենը, վերանայելով պատկերները, կարողացավ տեսնել էկրանի մի մասը, արտացոլված պատի նկարի ապակու վրա։ Դրանք հաղորդագրություններ էին ֆորումում կամ փակ խմբում։ Բառերը տեխնիկական էին, քննարկելով դոզաներ, կողմնակի ազդեցություններ, կիրառման մեթոդներ։ Եվ կային հիշատակումներ այլ մարդկանց, այլ դեպքերի, այլ իրավիճակների մասին։ Ռուբենը սարսափով հասկացավ, որ դա մեկուսացված արարք չէր։ Մարիանան ավելի մեծ բանի մաս էր կազմում։ Նա գիտեր, որ մասնագիտական օգնության կարիք ուներ, հասկանալու իր հայտնաբերածի չափը։ Կորպորատիվ աշխարհում վստահելի կապի միջոցով Ռուբենը հասավ Մարկ Ավետիսյանին, մասնավոր անվտանգության նախկին գործակալին, ով այժմ աշխատում էր որպես մասնավոր քննիչ։ Մարկը փորձ ուներ նուրբ գործերում անբասիր հեղինակություն։ Ռուբենը նրան ցույց տվեց ձայնագրությունները, լուսանկարված գրառումները, հաշիվ ապրանքագրերը։ Մարկը ամեն ինչ ուսումնասիրեց փորձառու հայացքով, հետո ցածր սուլեց։ Դուք շատ լուրջ բանի հետ եք գործ ունենում այս տեղ, Ռուբեն։ Սա պարզապես ընտանեկան բռնություն չէ։ Սա համակարգված գործողություն է թվում։ Մարկը բացատրեց, որ կային փաստագրված դեպքեր խմբերի, որոնք մասնագիտանում էին խոցելի մարդկանց, հատկապես ֆինանսական միջոցներ ունեցող տարեցների մանիպուլյացիայի մեջ։ Ռազմավարությունը միշտ նման էր։ Մոտենալ հարաբերությունների միջոցով վստահություն ձեռք բերել, զոհին մեկուսացնել, այնուհետ ամբողջական վերահսկողություն իրականացնել քիմիական կամ հոգեբանական միջոցներով։ Նպատակը կարող էր տարբեր լինել, սեփականության հասանելիությունից մինչ պարզապես իշխանություն իրականացնելը։ Ռուբենը ամեն ինչ լսում էր աճող սարսափով։ Մայրը պարզապես բազմաթիվ զոհերից մեկն էր։ Եվ Մարիանան պարզապես կատարող էր ավելի մեծ ցանցում։ Մենք պետք է գործողություն կազմակերպենք, նրան բռնելու միաժամանակ ապահովելու ձեր մոր անվտանգությունը, ասաց Մարկը։ Ինձ մի քանի օր կպահանջվի հետելու նրա հաղորդակցություններին, բացահայտելու նրա կապերը, հասկանալու, թե ինչպես է գործում այս ցանցը։ Մինչդեռ, դուք պետք է նորմալ գործեք։ Չեք կարող որեն նշան տալ, որ ինչ-որ բան գիտեք։ Ռուբենը համաձայնեց, թե գիտեր, որ դա իր երբե արած ամենադժվար բանը կլինի։ Շարունակել ապրել Մարիանայի հետ նույն տանիքի տակ, ծածնելով, թե ամեն ինչ կարգին է, մինչ նա դանդաղորեն ոչնչացնում էր իր մորը, գրեթե անտանելի հոգեբանական տանջանք էր։ Հաջորդ օրերին Ռուբենը խաղաց իր կյանքի դերը։ Զրուցում էր Մարիանայի հետ մանրուքների մասին, շնորհակալություն հայտնում տիկին Հեղինեի նկատմամբ նրա հոգատարության համար, նույնիսկ պլանավորում էր մոտակա գործնական ուղղորություն։ Մարիանան կարծես գոհ էր, հանգիստ, վստահ, որ ամեն ինչ վերահսկողության տակ է։ Մինչդեռ Մարկը աշխատում էր կուլիսներում։ Նա կարողացավ կանխել Մարիանայի հաղորդակցությունները մեթոդներով, որոնք նախընտրեց չմանրամասնել։ Նա պարզեց, որ Մարիանան մի խմբի անդամ էր, որը գործում էր Հայաստանի տարբեր մարզերում, միշտ հետելով նույն օրինաչափությանը։ Եվ նա պարզեց, որ կար հիերարխիա, մեկը, ով համակարգում էր գործողությունները, հրահանգներ էր տալիս, զեկույցներ էր ստանում։ Ռուբենը ստացավ այդ տեղեկությունները գաղտնի հանդիպումների ժամանակ, որոնք տեղի էին ունենում առանձնատնից հեռու, զուսպ սրճարաններում կամ Մարկի գրասենյակում։ Յուրաքանչյուր նոր բացահայտում սարսափի լրացուցիչ շերտ էր։ Քանի ընտանիք էր անցնում նույն բանով։ Քանի տարեց էր մանիպուլյացիայի ենթարկվում հենց այդ պահին։ Զայրույթը աճում էր Ռուբենի մեջ, բայց Մարկն
Լրան խորհուրդ էր տալիս հանգիստ մնալ։ Զայրույթն հիմա չի օգնում։ Մեզ անհրաժեշտ է ճշգրտություն կատարյալ ժամանակացույց։ Լավ իրականացված գործողությունը կարող է քանդել ամբողջ այս ցանցը։ Բայց եթե շտապենք, նրանք կանհետանան, ամեն ինչ նորից կսկսեն այլ վայրում։ Գաբրիելը շարունակում էր մնալ Ռուբենի աչքերն ու ականջները տան ներսում։ Տղան, հրահանգված դիտել, բայց չմիջամտել, հաղորդում էր փոքր մանրամասներ, որոնք արժեքավոր էին։ Մարիանան պատվեր էր ստացել, արագ թաքցրել էր այն։ Նա երկար զանգ էր կատարել, դրանից հետո լարված էր թվում։ Տիկին Հեղինեն մեղմ լաց էր լինում իր սենյակում, երբ Մարիանան մոտակայքում չէր։ Յուրաքանչյուր տեղեկություն հանելուկի մի կտոր էր, Ռուբենը զգում էր, որ մոտենում են գործելու պահին։ Պլանը մանրակրկիտ մշակվեց մեկ շաբաթվա ընթացքում։ Մարկը իր անվտանգության գործողությունների փորձով յուրաքանչյուր քայլը նախագծեց վիրաբուժական ճշգրտությամբ։ Ռուբենը կեղծեր գործնական ուղղորություն դեպի Գյումրի, սովորական բան, որը կասկածներ չէր առաջացնի։ Բժիշկ Բեատրիսը պատրաստ կլիներ իր ամառանոցում պատրաստ գործելու, հենց որ ազդանշան ստանար։ Եվ Մարկը կհամակարգեր երկու վստահելի գործակալներից բաղկացած փոքր թիմի, որոնք նրան ուղեկցել էին նախկինում նուրբ իրավիճակներում։ Նպատակը տեսականորեն պարզ էր, բայց իրականացման մեջ բարդ։ Բռնել Մարիանային տիկին Հեղինեին նյութեր տալիս անմիջապես ապահովել տիկնոջ անվտանգությունը։ Գործողության առավոտյան Ռուբենը հանգիստ ծածնելով փաթեթավորեց իր ճամպրուկը։ Հրաժեշտ տվեց Մարիանային, համբուրելով նրա այտը, խորհուրդ տվեց լավ հոգ տանել, մոր մասին խոստացավ զանգահարել, հենց որ հասներ Գյումրիի հյուրանոց։ Մարիանան քաղցը ժպտաց, պատշգամբից ձեռքով անելով, մինչ Ռուբենի մեքենան իջնում էր ճանապարհով։ Նա չէր կարող պատկերացնել, որ Ռուբենը պարզապես շրջանցում է թաղամասը կայանում կողային փողոցում, որտեղից հեռադիտակով տեսնում էր առանձնատան դարպասը։ Տան ներսում Մարիանան մի քանի րոպե սպասեց, համոզվելու, որ Ռուբենն իսկապես հեռացել է։ Այնուհետ նրա կեցվածքը փոխվեց։ Ուսերը թուլացան, նա վճռական քայլերով բարձրացավ աստիճաններով մինչ թերապիայի սենյակ։ Մարկը, հսկելով տեսախցիկները նոութբուքից, երկու թաղամաս հեռավորության վրա կայանված ֆուրգոնի ներսում, Ռուբենին ականջակալով պատմում էր յուրաքանչյուր շարժում։ Նա մտավ թերապիայի սենյակ։ Ինչ-որ բան է վերցնում դարակներից։ Կարծես այն շիշն է, որը հայտնվում է մյուս ձայնագրություններում։ Հիմա իջնում է։ Գնում է խոհանոց։ Ռուբենը ուժգին սեղմում էր մեքենայի ղեկը, մատների հոտերը սպիտակել էին։ Յուրաքանչյուր վայրկյան հավերժություն էր թվում։ Նա տեսնում էր Գաբրիելին խոհանոցի պատուհանից, օգնելով Անահիտին Ամանեղենի հետ։ Տղային հրահանգվել էր մնալ այնտեղ, որպես լրացուցիչ վկա, բայց առանց որևէ վտանգի ենթարկվելու։ Մարկը շարունակում էր պատմել։ Նա ինչ-որ բան է պատրաստում։ Ջուր է դրել եռալու։ Շշերի հետ է զբաղվում։ Հիմա ինչ-որ բան է ավելացրել տաք ջրին։ Քամում է։ Մի բաժակ է պատրաստել։ Ռուբեն, նա սկուտեղով բարձրանում է աստիճաններով։ Հիմա է։ Բժիշկ Բեատրիսը, ով սպասում էր իր մեքենայում փողոցի մյուս կողմում, ստացավ Մարկի ազդանշանը, արագորեն շարժվեց դեպի առանձնատուն։ Նա ուներ բանալիների պատճենը, որը Ռուբենը տվել էր նրան, հստակ հրահանգներ, մտնել առանց հայտարարելու։ Մարկը նրա երկու գործակալները նույնպես մոտեցան, ռազմավարական դիրքեր զբաղեցնելով։ Ժամանակացույցը պետք է կատարյալ լիներ։ Նրանք պետք է մտնեին հենց այն պահին, երբ Մարիանան ըմպելիքը կառաջարկեր տիկին Հեղինեին, որպեսզի կասկածներ չլինեին նրա մտադրության վերաբերյալ։ Սենյակում Մարիանան սկուտեղը դրեց մահճակալի կողքի մահճակալի սեղանին, որտեղ հանգստանում էր տիկին Հեղինեն։ Տիկինը դանդաղ բացեց աչքերը, Մարիանան ժպտաց արհեստական քնքշությամբ։ Բերեցի ձեր թեյը, տիկին Հեղինե։ Ձեզ լավ կանի։ Տարեց կինը նայեց բաժակին, արտահայտությամբ, որը խառնում էր հաշտությունն ու վախը։ Մարիանա, իսկ ապես պետք է սա խմեմ։ Վերջերս ինձ այնքան տարօրինակ եմ զգում։ Մարիանան մոտեցավ, վերցրեց բաժակը, դրեց տիկնոջ դողացող ձեռքերի մեջ։ Իհարկե պետք է։ Դա ձեր բուժման մասն է։ Բժիշկը խորհուրդ տվեց, հիշում եք։ Տիկին Հեղինեն, շփոթված թուլացած, բաժակը մոտեցրեց շուրթերին։ Հենց այդ պահին սենյակի դուռը ուժգին բացվեց։ Առաջինը մտավ բժիշկ Բեատրիսը, նրան հետեցին Ռուբենը, Մարկի գործակալները։
Մարիանան կտրուկ շրջվեց, զարմանքը դեմքին։ Բաժակը ընկավ տիկին Հեղինեի ձեռքերից, մուգ հեղուկը թափելով սավանի վրա։ Հեռացեք նրանից հիմա, հրամայեց բժիշկ Բեատրիսը իշխանությամբ։ Մարկի գործակալներից մեկը մոտեցավ Մարիանային, ով բնազդաբար հետ քաշվեց։ Ինչ է սա նշանակում։ Ռուբեն, ինչ է կատարվում։ Նրա ձայնում զայրույթի երանգ կար, բայց Ռուբենը տեսավ վախը նրա աչքերում։ Նշանակում է, որ մենք գիտենք, թե ինչ ես անում, Մարիանա։ Մենք գիտենք այն նյութերի մասին, որոնք դու տալիս ես մորս։ Մենք գիտենք քո գրառումների, քո անօրինական դեղորայքի գնումների, քո զանգերի մասին։ Վերջացավ։ Ռուբենի ձայնը սառն էր, վերահսկվող, բայց լի զս բված զայրույթով, որը ստիպում էր նրա ձեռքերին դողալ։ Մարիանան փորձեց հավաքվել։ Սա անհեթեթություն է։ Ես ձեր մորը խնամում եմ նվիրվածությամբ։ Ամեն ինչ, ինչ անում եմ, նրա բարօրության համար է։ Դուք սխալվում եք։ Բայց նրա ձայնը դողում էր, նա նայում էր ելքերին, ինչպես անկյուն քշված կենդանի։ Մարկը մտավ սենյակ, ձեռքին պլանշետ, որտեղ պահվում էին վերջին շաբաթների ձայնագրությունները։ Նա սեղմեց նվագարկել, Մարիանայի ձայնը արձագանքեց սենյակում, հեռախոսով խոսելով դոզաների, մակարդակների, արձանագրությունների մասին։ Նրա դեմքը աստիճանաբար գունատվեց։ Նա փորձեց վերցնել իր պայուսակը մահճակալի կողքի աթոռից, բայց գործակալներից մեկը ավելի արագ էր։ Պայուսակի ներսում գտան մուգ ապակե փոքր շիշ, նույնական այն շշին, որը հայտնվում էր ձայնագրություններում։ Մարկը այն բռնեց անձեռոցիկով, զգուշորեն պահպանելով մատնահետքերը։ Սա կուղարկեմ վերլուծության։ Բայց մենք արդեն գիտենք, թե ինչ ենք գտնելու, չէ՞ Մարիանա։ Բժիշկ Բեատրիսը մոտեցավ տիկին Հեղինեին, ով ամեն ինչ դիտում էր լայն բացված աչքերով, դեռ մշակելով տեսարանը։ Բժիշկ։ Ուհին ամուր բռնեց նրա ձեռքը։ Հեղինե, դուք հիմա ապահով եք։ Ես կհոգամ ձեր մասին։ Ամեն ինչ լավ կլինի։ Տիկինը սկսեց լուռ լաց լինել, Ռուբենը նստեց մահճակալի եզրին, զգուշորեն գրկելով մորը։ Մայրիկ, ներիր ինձ։ Ես պետք է ավելի շուտ նկատեի։ Կներես, որ քեզ չպաշտպանեցի։ Տիկին Հեղինեն, թույլ ձայնով, պարզապես փնթփնթաց։ Որդիս։ Իմ տղա։ Սենյակում հուզմունքը շոշափելի էր։ Մարիանան, հասկանալով, որ ելք չկա, փորձեց վերջին խաղաքարտը։ Լավ, խոստովանում եմ։ Բայց ես միակը չեմ։ Սա շատ ավելի մեծ է, քան դուք պատկերացնում եք։ Եթե ինձ հանձնեք, դուք մուտք չեք ունենա տեղեկատվության, որը կարող է փրկել այլ մարդկանց։ Հայտարարությունը բոլորին զարմացրեց։ Մարկը մոտեցավ նրան։ Բացատրեք։ Մարիանան խորը շունչ քաշեց, հաշվարկելով իր բառերը։ Ես խմբի անդամ եմ։ Մենք միայն այստեղ, Տավուշում չենք։ Մենք Գյումրիում, Վանաձորում, Կապանում ենք։ Կան այլ մարդիկ, որոնք նույնն են անում, ինչ ես։ Այլ ընտանիքներ, այլ տարեցներ։ Եթե ուզում եք սա քանդել, ինձ պետք կգաք։ Ռուբենը սրտխառնոց զգաց։ Այն հաստատումը, որ մայրը բազմաթիվ զոհերից մեկն էր, ամեն ինչ էլ ավելի սարսափելի դարձրեց։ Քանի այլ ընտանիք էր ապրում նույն մղձավանջը։ Մարկը, միշտ պրագմատիկ, հնարավորություն տեսավ։ Այսպես կանենք։ Դուք ամբողջությամբ կհամագործակցեք։ Մեզ կտաք անուններ, տեղադրություններ, մեթոդներ։ Եվ փոխարենը դա հաշվի կառնվի, երբ իշխանությունները գնահատեն ձեր իրավիճակը։ Դա։ Իցնախ, դուք դուրս կգաք այս տնից այլս երբեք չեք վերադառնա։ Մարիանան համաձայնեց, գլխով անելով պարտված։ Գործակալները Մարիանային դուրս բերեցին սենյակից, բայց ոչ նախքան նա Ռուբենին վերջին հայացք նետելը։ Հայացք, որը խառնում էր դառնություն, վախ ինչ-որ բան, որը նա չկարողացավ նույնականացնել։ Միգուցե դա զղջում էր, կամ միգուցե պարզապես հայտնաբերվելու հիասթափությունը։ Ռուբենին չէր հետաքրքրում։ Նրա միակ մտահոգությունն այժմ իր մայրն էր։ Բժիշկ Բեատրիսն արդեն նախնական զննում էր իրականացնում, ստուգելով կենսական նշանները, դիտելով ռեֆլեքսները։ Նրան անհրաժեշտ է անհապաղ հոսպիտալացում, դետոքսիկացիայի գործընթացը սկսելու համար։ Որքան արագ գործենք, այնքան մեծ են ամբողջական ապաքինման հնարավորությունները։ Շտապօգնության մեքենա կանչվեց աննկատ։ Ռուբենը չէր ուզում աղմուկ, դեռ ոչ։
Անահիտին Գաբրիելին տեղեկացվեց էականը, խոհարարուհին արցունքներն աչքերին գրկեց իր տիրոջը։ Ես գիտեի, որ ինչ-որ բան այն չէր, պարոն Ռուբեն։ Ես գիտեի, բայց չէի պատկերացնում, որ այդքան լուրջ էր։ Գաբրիելը, կանգնած մոր կողքին, մոտ է։ Ցավ Ռուբենին բռնեց նրա ձեռքը։ Դուք ինձ հավատացիք։ Շնորհակալություն հավատալու համար։ Ռուբենը ծնկի իջավ, տղայի հասակին հասնելու համար։ Դու փրկեցիր մորս, Գաբրիել։ Դու հերոս ես։ Տղան ամաչկոտ ժպտաց, բայց նրա աչքերը փայլում էին հպարտությունից։ Տիկին Հեղինեն խնամքով տեղափոխվեց շտապօգնության մեքենա։ Ռուբենը նրա հետ գնաց, բռնելով նրա ձեռքը ամբողջ ճանապարհին մինչ մասնավոր հիվանդանոց, որտեղ բժիշկ Բեատրիսը բուժման արտոնություններ ուներ։ Ճանապարհին բժշկուհին բացատրեց, թե ինչ է սպասվում։ Մենք կատարելու ենք արյան լիարժեք հետազոտություններ, ճշգրիտ բացահայտելու, թե ինչ նյութեր կան նրա համակարգում։ Այնուհետ կսկսենք դանդաղ դետոքսիկացիայի արձանագրություն։ Դա դանդաղ գործընթաց կլինի, բայց նվիրվածությամբ խնամքով Հեղինեն ունի ամբողջական ապաքինման գերազանց հնարավորություններ։ Հիվանդանոցում տիկին Հեղինեն տեղավորվեց առանձին սենյակում։ Բժշկական անձնակազմը, արդեն տեղեկացված բժիշկ Բեատրիսի կողմից, անմիջապես սկսեց ընթացակարգերը։ Ռուբենը մնաց մահճակալի կողքին, դիտելով մոնիտորները, շիճուկի պարկերը մտնող դուրս եկող բուժքույրերին։ Մայրը քնած էր, վերջապես խաղաղության մեջ, հեռու Մարիանայի մանիպուլյացիաներից։ Նա վերցրեց իր բջջային հեռախոսը, զանգահարեց Մարկին։ Ինչպես է իրավիճակն այնտեղ։ Մարկի ձայնը կենտրոնացած էր։ Նա խոսում է։ Մենք արդեն ունենք 3 հաստատված հասցե, առնվազն 5 այլ ներգրավված անձանց անուններ։ Ամեն ինչ կփոխանցեմ համապատասխան կապերին։ Սա մեծ բան կլինի, Ռուբեն։ Ռուբենը անջատեց հեռախոսը, նորից սկսեց դիտել մորը։ Մտածեց այն ամենի մասին, ինչով անցել էին, թե ինչպես էին մոտ կորցնելու ոչ միայն նրա առողջությունը, այլ հնարավոր է նա կյանքը։ Մտածեց Գաբրիելի նրա քաջության մասին։ Մտածեց բժիշկ Բեատրիսի նրա նվիրվածության մասին։ Եվ մտածեց Մարիանայի այն մութ ցանցի մասին, որի անդամն էր նա։ Նրա մեջ վճռականություն աճեց։ Սա չէր կարող շարունակվել։ Նա ուներ ռեսուրսներ, ուներ ազդեցություն, ուներ հզոր պատմություն պատմելու համար։ Եվ նա կօգտագործեր այս ամենը, ապահովելու, որ ոչ մի այլ ընտանիք չանցնի այն, ինչով անցել էր իրենը։ Հիվանդանոցում առաջին օրերն ամենադժվարն էին։ Արյան անալիզն։ Երետիկին Հեղինեի օրգանիզմում բացահայտեցին նյութերի կոկտեյլ, բենզոդիազեպիններ ցածր, բայց մշտական դոզաներով, վերահսկվող օգտագործման մկանային ռելաքսանտներ, նույնիսկ հիպնոտիկ սեդատիվների հետքեր։ Բժիշկ Բեատրիսը ստեղծեց բազմամասնագիտական թիմ, որը ներառում էր թունաբան, նյարդաբան ծերաբուժական վերականգնողական բուժման 2 մասնագետ ֆիզիոթերապ։ Դետոքսիկացիայի արձանագրությունը պետք է լիներ զգույշ աստիճանական։ Նյութերի մատակարարումը կտրուկ դադարեցնելը կարող էր առաջացնել վտանգավոր հանման ճգնաժամեր տիկին Հեղինեի տարիքի մարդու համար։ Ռուբենը գործնականում տեղափոխվեց հիվանդանոց։ Քնում էր մոր մահճակալի կողքի թիկնաթոռում, ուղեկցում էր բժշկական յուրաքանչյուր շրջայցին, մանրամասն հարցեր էր տալիս յուրաքանչյուր տրված դեղամիջոցի մասին։ Նրան անհրաժեշտ էր ամեն ինչ հասկանալ, ամեն ինչ վերահսկել, կարծես դա կարող էր փոխհատուցել այն ամիսները, երբ նա կույր էր այն ամենի նկատմամբ, ինչ կատարվում էր իր սեփական տանիքի տակ։ Բժիշկ Բեատրիսը, նկատելով նրա ինքնաոչնչացնող մեղքը, մի կեսօր նրա հետ նստեց։ Ռուբեն, դուք չեք կարող ինքներդ ձեզ մեղադրել դրա համար։ Այդ մարդիկ մանիպուլյացիայի մասնագետներ են։ Նրանք ուսումնասիրում են վարքագիծը, վստահություն են ստեղծում, շահագործում են խոցելիությունները։ Դուք արեցիք այն, ինչ կաներ ցանկացած սիրող որդի։ Վստահեցիք մեկին, ով կարծես հոգ էր տանում ձեր մոր մասին։ Բայց ես պետք է նկատեի նշանները, Բեատրիս։ Ես ապրում էի նույն տանը։ Ինչպես չնկատեցի։ Ռուբենի ձայնը լի էր տագնապով։ Բժշկուհին բռնեց նրա ձեռքը։ Որովհետ դուք վստահում էիք։ Եվ որովհետ Մարիանան շատ լավ էր իր գործում։ Բայց դուք նկատեցիք, երբ դա կարոր էր։ Դուք լսեցիք Գաբրիելին, հետաքննեցիք, գործեցիք։ Հենց դա է հաշվի առնվում հիմա։ Կենտրոնացեք Հեղինեի ապաքինման վրա։ Նրան դուք ուժեղ եք պետք, ոչ թե մեղքով սպառված։
Բժշկուհու խոսքերը մի փոքր հանգստացրեցին Ռուբենի ներքին հորցանուտը, բայց վերքը դեռ բաց էր։ Տիկին Հեղինեն առաջին օրերին տատանվում էր պարզության շփոթության շրջանների մեջ։ Նյութերի ազդեցությունները դեռ իր համակարգում էին, վերացման գործընթացը դանդաղ էր։ Կային պահեր, երբ նա ճանաչում էր Ռուբենին, ժպտում էր, սեղմելով նրա ձեռքը։ Այլ պահեր, երբ նա կարծես կորած էր, կանչելով մարդկանց, ովքեր արդեն հեռացել էին, վերապրելով խեղաթյուրված հիշողություններ։ Բժշկական անձնակազմը հավաստիացրեց, որ դա նորմալ սպասելի էր, օրգանիզմի մաքրման գործընթացի մաս։ Առանց նյութերի յուրաքանչյուր օր ճիշտ ուղղությամբ քայլ էր։ Մինչդեռ հետաքննությունն արագորեն առաջ էր գնում։ Մարկը կատարել էր իր խոստումը, Մարիանայից ստացված բոլոր տեղեկությունները փոխանցել էր իշխանությունների վստահելի կապերին։ Խուզարկության օրդերներ էին տրվել միաժամանակ 4 տարբեր մարզերում։ Գործողությունները տեղի ունեցան համակարգված կերպով, հինգշաբթի առավոտյան։ Տներ ներխուժվեցին, մարդիկ ձերբակալվեցին, փաստաթղթեր, նյութեր առգրավվեցին։ Մամուլը ի սկզբանե զուսպ սկսեց լուսաբանել գործը, երբ արտահոսեց, որ դա տարեցների մանիպուլյացիայի կազմակերպված ցանց էր։ Ռուբենի հետ կապ հաստատեցին լրագրողները, բայց նա մերժեց բոլոր հարցազրույցները։ Նրա առաջնահերթությունը մոր ապաքինումն էր, ոչ թե մեդիա լուսաբանումը։ Սակայն նա գիտեր, որ ի վերջո պետք է խոսեր։ Ոչ իր համար, այլ զոհերի համար։ Այն ընտանիքների համար, որոնք դեռ չգիտեին, որ իրենց մանիպուլյացիայի են ենթարկում։ Այն մարդկանց համար, ովքեր ապրում էին նույն իրավիճակում, չունեին Գաբրիել, նրանց զգուշացնելու համար։ Բայց դա ավելի ուշ։ Առայժմ նրա աշխարհը սահմանափակվում էր հիվանդանոցի այդ սենյակով, մոր ձեռքը իր ձեռքերի մեջ։ Գաբրիելը հանգստյան օրերին այցելում էր տիկին Հեղինեին, միշտ Անահիտի ուղեկցությամբ։ Տղան իր հետ բերում էր դպրոցում արած նկարներ, առանձնատան այգուց հավաքած ծաղիկներ, պատմություններ կոլիբրիների մասին, որոնք շարունակում էին այցելել բույսերին։ Տիկին Հեղինեն, նույնիսկ ամենամեծ շփոթության օրերին, միշտ ուրախանում էր, երբ տեսնում էր տղային։ Դու շատ քաջ էիր, Գաբրիել։ Շատ քաջ, շատ խելացի։ Տղան ժպտում էր, ամաչկոտ, բայց ակնհայտորեն ուրախ, որ փոփոխություն էր կատարել։ Ռուբենը դիտում էր այդ փոխազդեցությունները խորը երախտագիտությամբ։ Այդ տղան փրկել էր իր մորը։ Հոսպիտալացումից 10-րդ օրը նկատելի փոփոխություն տեղի ունեցավ։ Տիկին Հեղինեն առավոտյան արթնացավ պարզ, կենտրոնացած, ներկա աչքերով։ Ռուբենը, ով ընդամենը մի քանի ժամ էր քնել, զգաց իր ձեռքի սեղմումը, անմիջապես բացեց աչքերը։ Բարի լույս, որդիս։ Որքան ժամանակ եմ այստեղ։ Նրա ձայնն ավելի ամուր էր, ավելի նման այն տիկին Հեղինեին, որին նա ճանաչում էր։ Ռուբենը արցունքներ զգաց աչքերում։ Բարի լույս, մայրիկ։ Դուք այստեղ եք 10 օր։ Ապաքինվում եք։ Նա շուրջը նայեց, մշակելով տեղեկությունը։ Ինչ է պատահել ինձ, Ռուբեն։ Ես հիշում եմ, որ ինձ այնքան շփոթված, այնքան թույլ էի զգում։ Դա Մարիանան էր, չէ՞։ Ռուբենը դանդաղ գլխով արեց։ Այո, մայրիկ։ Նա նյութեր էր տալիս, որոնք ձեզ հիվանդացրին։ Բայց դուք հիմա ապահով եք։ Մենք հոգում ենք ձեր մասին։ Տիկին Հեղինեն մի պահ փակեց աչքերը, կլանելով տեղեկությունը։ Երբ նա նորից բացեց դրանք, արցունքներ կային։ Ես գիտեի, որ ինչ-որ բան այն չէր։ Բայց ես այնքան շփոթված էի, որ չէի կարողանում հասկանալ, թե ինչ։ Երբեմն փորձում էի դիմադրել, չէի ուզում թեյերը խմել, բայց նա այնքան պնդում էր։ Եվ ես սկսեցի կասկածել ինքս ինձ, մտածելով, որ դժվար եմ լինում։ Ռուբենը զգուշորեն գրկեց մորը։ Դուք դժվար չէիք լինում։ Դուք մանիպուլյացիայի էիք ենթարկվում։ Եվ ես շատ եմ ցավում, որ նախկինում չնկատեցի։ Այդ օրվանից տիկին Հեղինեի ապաքինումն արագացավ։ Ֆիզիոթերապիայի թիմը սկսեց նրա հետ աշխատել ամեն օր։ Սկզբում դրանք պարզապես սպասի վարժություններ էին, շարժելով նրա ոտքերը, երբ նա պառկած էր։ Այնուհետ, թեթ դիմադրության վարժություններ։ Ավելի երկար ժամանակ նստած մնալու փորձեր։ Տիկին Հեղինեի հիասթափությունն ակնհայտ էր։ Նա, ով միշտ ակտիվ էր անկախ, իրեն անկարող էր տեսնում կատարելու ամենապարզ շարժումները։ Բայց բժիշկ Բեատրիսը ամուր էր իր ցուցումներում։ Համբերություն, Հեղինե։ Ձեր մարմինը նորից է սովորում։
Ժամանակ է պահանջվում։ Հոսպիտալացումից 3 շաբաթ անց եկավ առաջին մեծ իրադարձությունը։ Տիկին Հեղինեն կարողացավ կամավոր շարժել ոտքերի մատները։ Դա փոքր շարժում էր, գրեթե աննկատելի, բայց դա նշանակում էր, որ նյարդերը արձագանքում էին, որ ուղեղի մկանների միջ կապը վերականգնվում էր։ Ֆիզիոթերապևտները տոնեցին, կարծես դա օլիմպիական հաղթանակ լիներ, Ռուբենը բացահայտ լաց եղավ։ Մայրը ժպտաց, հյուծված, բայց հույսով լի։ Ես նորից կքայլեմ, Ռուբեն։ Ես կկարողանամ։ Նա համբուրեց նրա ճակատը։ Ես գիտեմ, որ կանես, մայրիկ։ Ես գիտեմ։ Օրերը վերածվեցին շաբաթների։ Տիկին Հեղինեն դուրս գրվեց հիվանդանոցից մեկամսյա հոսպիտալացումից հետո, ից կշարունակեր բուժումը ամբուլատոր ռեժիմով։ Ռուբենը առանձնատան սենյակներից մեկը վերածեց ամբողջական ֆիզիոթերապիայի սենյակի, հագեցած զուգահեռ ձողերով, թերապևտիկ գնդակներով, թեթ բժշկական անձնակազմի կողմից առաջարկված բոլոր սարքերով։ Նա վարձեց ֆիզիոթերապևտի, ամեն օր գալու համար, մի տիկին Ժաննա անունով, 50 տարեկան, ավելի քան 20 տարվա փորձով նյարդաբանական վերականգնողական բուժման մեջ։ Առանձնատան առօրյան ամբողջությամբ փոխվեց։ Առավոտները սկսվում էին պատշգամբում սուրճով, այնուհետ ֆիզիոթերապիայի սեանս, թեթ ճաշ, հանգիստ մեկ այլ ավելի կարճ սեանս կեսօրվա վերջում։ Ռուբենը ակտիվորեն մասնակցում էր, սովորելով վարժությունները, իր մորը ընդմիջումներին օգնելու համար։ Անահիտը պատրաստում էր սննդարար ուտեստներ, հարուստ սպիտակուցներով, վիտամիններով, որոնք էական էին մկանների վերականգնման համար։ Գաբրիելը շարունակում էր լինել մշտական ուրախացնող ներկայություն, պատմելով իր դպրոցական պատմությունները, ստիպելով տիկին Հեղինեին ծիծաղել։ Գործընթացը դանդաղ էր, հաճախ հիասթափեցնող։ Կային օրեր, տիկին Հեղինեն ցավեր էր զգում, մկանային սպազմներ, ջղաձգություններ, որոնք ստիպում էին նրան լաց լինել։ Կային օրեր, երբ նա կորցնում էր հույսը, համոզված, որ երբեք նույնը չի լինի։ Այդ պահերին Ռուբենը այնտեղ էր, բռնելով նրա ձեռքը, հիշեցնելով նրան յուրաքանչյուր փոքր առաջընթացի մասին։ Անցյալ շաբաթ դուք չէիք կարողանում ոտքը բարձրացնել։ Այսօր դուք բարձրացրիք 5 սանտիմետր։ Դա առաջընթաց է, մայրիկ։ Դա հաղթանակ է։ Եվ աստիճանաբար տիկին Հեղինեն նորից սկսեց հավատալ։ Հիվանդանոցից դուրս գրվելուց 2 ամիս անց տիկին Հեղինեն կարողացավ ոտքի կանգնել, հենվելով զուգահեռ ձողերին։ Դա ընդամենը մի քանի վայրկյան էր, նրա ոտքերը դողում էին ջանքից, բայց նա ոտքի էր կանգնած։ Ռուբենը, Ժաննան, Անահիտը ծափահարեցին։ Գաբրիելը, ով դիտում էր դռնից, ուրախությունից ցատկեց։ Տիկին Հեղինեն, արցունքներն աչքերին, ժպտաց. Ես վերադառնում եմ։ Ես իսկապես վերադառնում եմ։ Այդ պահին սենյակում գտնվող բոլորը զգացին, որ հաղթանակը, որքան էլ դեռ հեռու լիներ, հնարավոր էր։ Քանդված ցանցի մասին լուրերը շարունակում էին պարբերաբար հայտնվել։ Լրատվամիջոցներում Ռուբենը հետաքրքրությամբ հետում էր, բայց հեռու էր մնում։ Նա գիտեր, որ ի վերջո նրան կկանչեն վկայություն տալու, որ իր պատմությունը ավելի մեծ գործընթացի մի մասը կլինի։ Բայց առայժմ նրա ուշադրությունը բացարձակ էր։ Մոր ապաքինումը։ Մնացածը կարող էր սպասել։ Կարևորն այն էր, որ տիկին Հեղինեն ապահով լինի, շրջապատված իսկական սիրով, քայլ առ քայլ վերադառնա իր կյանքին։ Դատական գործընթացը սկսվեց Մարիաննայի ցանցի մյուս անդամների ձերբակալությունից 4 ամիս անց։ Դատախազությունը ամուր գործ կազմեց, հիմնված Մարկի կողմից հավաքված ապացույցների, զոհերի ընտանիքների ցուցմունքների, թունաբանական վերլուծությունների, որոշ ներգրավված անձանց սեփական խոստովանությունների վրա, ովքեր համաձայնել էին համագործակցել գործարքների դիմաց։ Գործի բարդությունը պահանջում էր զգույշ դատավարություն, նշանակված դատավորը հայտնի էր խոցելի անձանց նկատմամբ չարաշահման դեպքերում իր խստությամբ։ Ռուբենը կանչվեց ցուցմունք տալու։ Լսումներից մեկ օր առաջ նա հազիվ էր քնել։ Այդ ամենը նորից տեսնելը, բացահայտման պահերը վերապրելը, Մարիաննային նորից դիմակայելը, թեկուզ միայն ցուցմունքի միջոցով, ցավոտ էր։ Տիկին Հեղինեն, ով արդեն կարողանում էր կարճ հեռավորություններ քայլել ձեռնափայտի օգնությամբ, բռնեց որդու ձեռքը։ Դու լավ կանես։ Ասա ճշմարտությունը։ Միա։ Ին դա է պետք անել։ Նրա ուժը հանգստացրեց նրան։ Եթե նա, գլխավոր զոհը, կարողանում էր հանգիստ մնալ, նա էլ կկարողանար։ Դատարանի դահլիճը լեփ-լեցուն էր։
Այլ զոհերի ընտանիքի անդամներ, լրագրողներ, հետաքրքրասերներ, տարեցների իրավունքների պաշտպաններ զբաղեցրել էին բոլոր ազատ տեղերը։ Մարիանան նստած էր իր փաստաբանների միջ, զուսպ հագնված, մազերը հավաքված, դեմքին խնամքով չեզոք արտահայտություն։ Երբ Ռուբենը մտավ ցուցմունք տալու, նրանց աչքերը կարճատ հանդիպեցին։ Նա առաջինը շեղեց հայացքը։ Ռուբենը խորը շունչ քաշեց, կենտրոնացավ դատախազի հարցերի վրա։ Նա պատմեց ամեն ինչ ժամանակագրական հերթականությամբ։ Ինչպես էր ճանաչել Մարիանային, ինչպես էր նա մտել իրենց կյանք, ինչպես էր մայրը սկսել անբացատրելի ախտանիշներ ցուցաբերել։ Նա պատմեց Գաբրիելի զգուշացման, իր հետաքննությունների, ձայնագրությունների, բռնության մասին։ Նրա ձայնը ամուր մնաց ամբողջ պատմության ընթացքում, թե ներսից նա զգում էր հույզերի փոթորիկ։ Մարիանայի պաշտպանական փաստաբանը փորձեց կասկածի տակ դնել նրա մոտիվացիաները, ենթադրելով, որ նա կարող էր ապացույց ցներ կեղծել խանդի կամ դառնության պատճառով։ Ռուբենը հանգիստ մնաց, պարզապես մատնանշեց ապացույցները, տեսանյութերը, թունաբանական վերլուծությունները, բժշկական ցուցմունքները։ Փաստերը խոսում էին ինքնին։ Գաբրիելի ցուցմունքը դատավարության ամենահուզիչ պահերից մեկն էր։ Տղան, որն այժմ 11 տարեկան էր, կրում էր փոխառու կոստյում, որը մի փոքր մեծ էր նրա վրա։ Նա պատասխանեց դատախազի հարցերին իր տարիքի համար տպավորիչ պարզությամբ։ Նա նկարագրեց, թե ինչ տեսավ, երբ տեսավ, ինչու որոշեց պատմել տիրոջը։ Նրա անկեղծությունն ակնհայտ էր, նրա խոսքերը կասկածի տակ դնելու միջոց չկար։ Երբ պաշտպանական փաստաբանը փորձեց նրան վախեցնել բարդ հարցերով, դատավորը միջամտեց, հանդիմանելով այդ մարտավարությունը։ Ցուցմունքի ավարտին դատարանում մեղմ ծափահարություններ հնչեցին։ Դատավորը մուրճով հարվածեց, կարգուկանոն պահանջելով, բայց նույնիսկ նա թվաց, թե հուզված է տղայի ցուցմունքից։ Տիկին Հեղինեն նույնպես վկայեց։ Ռուբենը նրան ուղեկցեց ամբիոն, առաջարկելով ֆիզիկական հուզական աջակցություն։ Նա արժանապատվորեն քայլեց, հենվելով ձեռնափայ։ Տին նստեց վկաների աթոռին այն ուղիղ կեցվածքով, որը միշտ բնորոշել էր նրան։ Նրա ձայնը, թե դեռ այնքան ուժեղ չէր, որքան մի օր, ամուր էր։ Նա նկարագրեց, թե ինչպես էր իրեն զգում Մարիանայի խնամքի տակ անցկացրած ամիսների ընթացքում։ Մտավոր շփոթությունը, աստիճանական թուլությունը, խելագարվելու վախը։ Նա պատմեց այն պահերի մասին, երբ փորձել էր դիմադրել, բայց համոզվել էր, որ սխալվում է, որ համառ է, որ պետք է վստահի։ Երբ հարցրին, թե ինչպես է հիմա իրեն զգում, նայելով Մարիանային, տիկին Հեղինեն դադարեց։ Ես տխրություն եմ զգում։ Տխրություն, որ այդքան ներուժ ունեցող մեկը, ունակություններով, որոնք կարող էին օգտագործվել մարդկանց անկեղծորեն օգնելու համար, ընտրեց այս ճանապարհը։ Բայց ես նա թեթություն եմ զգում։ Թեթություն, որ հայտնաբերվեցի մինչ ուշ լինելը։ Եվ երախտագիտություն որդուս Գաբրիելին, բժիշկ Բեատրիսին, բոլոր նրանց, ովքեր փրկեցին ինձ։ Նրա ձայնում ատելություն չկար, միայն խորը մելամաղձություն։ Ռուբենը, դիտելով պատկերասրահից, հսկայական հպարտություն զգաց իր մոր համար։ Նույնիսկ այն ամենից հետո, ինչ նա տառապել էր, նա պահպանում էր իր մարդկայնությունը, իր կարեկցանքի ունակությունը։ Մարիանայի ցանցի մյուս անդամների դեմ ապացույցները ճնշող էին։ Ձայնագրությունները հստակ ցույց էին տալիս մանիպուլյացիաները։ Առգրավված շշերի քիմիական անալիզները հաստատում էին վերահսկվող նյութերի առկայությունը։ Առցանց գնումների գրառումները բացահայտում էին դեղորայքի անօրինական ձեռքբերման համակարգված օրինաչափություն։ Եվ կանխված հաղորդակցությունները ցույց էին տալիս, որ կար համակարգում, պլանավորում, կազմակերպված կառուցվածք։ Պաշտպանությունը փորձեց պնդել, որ Մարիանան կարծում էր, թե օգնում է, որ նրա մտադրությունները լավ էին, բայց սխալ ուղղված։ Փաստարկը ոչ ոքի չհամոզեց։ Դատավարության ընթացքում այլ դեպքեր բացահայտվեցին։ 83 տարեկան մի տիկին Վանաձորում, ով ենթարկվել էր նույն բուժմանը ենթադրյալ խնամողի կողմից։ 75 տարեկան մի այրի Կապանում, ով աստիճանաբար կորցրել էր իր ճանաչողական ունակությունները մի կնոջ խնամքի տակ, ով ներկայացել էր որպես հոլիստիկ թերապևտ։ 3 լրացուցիչ դեպք Գյումրիում, բոլորը հետ ում էին նմանատիպ օրինաչափություններին։ Պատմությունները սարսափեցնող էին իրենց նմանությամբ։ Զոհերը մեկուսացվում էին, նրանց ընտանիքները հեռացվում էին տարբեր պատրվակներով, իսկ հետո սկսվում էր նյութերի կիրառումը։ Վերջնական նպատակը տարբեր էր։ Որոշ դեպքերում դա բանկային հաշիվների հասանելիություն ստանալն էր։ Այլ դեպքերում վաղաժամ ժառանգություն մանիպուլյացված կտակների միջոցով։
Իսկ որոշ դեպքերում պարզապես վերահսկողություն իշխանություն այլ անձի նկատմամբ։ Դատավարությունը տեց 3 լարված շաբաթ։ Վկաները հերթով հանդես եկան, փորձագետները բացատրեցին տեխնիկական ասպեկտները, փաստաբանները քննարկեցին իրավական կետերը։ Ռուբենը հետեց յուրաքանչյուր օրվան, միշտ նստած նույն տեղում, Անահիտի Գաբրիելի կողքին։ Տիկին Հեղինեն դիտեց վերջնական ցուցմունքները, ցանկանալով ներկա լինել, երբ վճիռը հայտարարվեր։ Երբ վերջապես եկավ պահը, դատարանում լռություն էր։ Դատավորը, վերանայելով ներկայացված ամբողջ փաստաթղթերը, կայացրեց իր որոշումը։ Մեղավոր։ Մարիանան մեղավոր ճանաչվեց խոցելի անձի նկատմամբ չարաշահման, փաստաթղթերի կեղծման, դեղամիջոցների անկանոն կիրառման անօրինական նպատակներով միավորման համար։ Դատավճիռը օրինակելի էր, 15 տարի փակ ռեժիմով, ինչպես նա զոհերին զգալի փոխհատուցում։ Ցանցի մյուս անդամները ստացան դատավճիռներ 8-ից 12 տարի կախված իրենց ներգրավվածության մակարդակից հետաքննություններին համագործակցելու պատրաստակամությունից։ Երբ մուրճը հարվածեց, շատերի դեմքերին թության արցունքներ կային։ Արդարություն էր կատարվել։ Ռուբենը հաղթանակ չզգաց, միայն հսկայական հոգնածություն, թեթություն։ Իրավական պայքարը ավարտվել էր, բայց մոր ապաքինումը շարունակվում էր։ Նա գիտեր, որ առջում երկար ճանապարհ կա, բայց հիմա կարող էին շարունակել առանց դատական անորոշության բեռի։ Դատարանից դուրս գալիս լրագրողները փորձեցին նրան մոտենալ մեկնաբանությունների համար։ Առաջին անգամ նա կանգ առավ, խոսեց. «Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել արդարադատությանը, այս արարքների լրջությունը ճանաչելու համար։ Բայց հիմնականում ուզում եմ խնդրել, որ մարդիկ ուշադիր լինեն իրենց կյանքի տարեցների նկատմամբ։ Նկատեք փոփոխությունները, հարցրեք, թե ինչն է տարօրինակ թվում, մի անտեսեք զգուշացնող նշանները։ Մորս բախտը բերեց։ Շատ ուրիշներ չունեն»։ Նրա խոսքերը լայնորեն տարածվեցին։ Հաջորդ օրերին Ռուբենը տասնյակ հաղորդագրություններ ստացավ մարդկանցից, ովքեր կիսվում էին նմանատիպ պատմություններով, խորհուրդներ էին խնդրում, շնորհակալություն էին հայտնում խնդրին ձայն տալու համար։ Նա հասկացավ, որ իր փորձը, որքան էլ ցավոտ լիներ, կարող էր ավելի մեծ նպատակ ունենալ։ Նա լրջորեն սկսեց մտածել, թե ինչպես կարող էր օգտագործել իր դիրքը, ռեսուրսները, ավելի լայն տարբերություն ստեղծելու համար։ Վերադառնալով առանձնատուն, կյանքը շարունակեց իր ապաքինման ռիթմը։ Տիկին Հեղինեն նկատելի առաջընթաց էր գրանցում։ Նա արդեն կարողանում էր քայլել առանց ձեռնափայտի, տան ներսում կարճ հեռավորություններ։ Նրա մկանային ուժը աստիճանաբար վերադառնում էր, մտավոր շփոթության դրվագները ամբողջությամբ անհետացել էին։ Նա նորից սկսել էր կարդալ իր վեպերը, ասեղնագործել հանգիստ կեսօրներին, պարզորեն խոսել ամեն ինչի մասին։ Կար սպիներ, անշուշտ։ Կային հիշողություններ, որոնք նրան անհանգստացնում էին։ Բայց նա կենդանի էր, գիտակից էր, ներկա էր։ Եվ դա էր կարևորը։ Ռուբենը տիկին Հեղինեն երկար զրուցում էին ապագայի մասին։ Այն մասին, թե ինչպես ապահովել, որ նման բան այլս երբեք չկրկնվի։ Այն մասին, թե ինչպես օգնել այլ ընտանիքներին բռնության դեպքերը բացահայտելու մինչ ուշ լինելը։ Այդ զրույցներից ծնվեց մի գաղափար։ Ստեղծել հիմնադրամ նվիրված տարեցների պաշտպանությանը, ընտանիքների կրթությանը, առողջապահության մասնագետների վերապատրաստմանը, մանիպուլյացիայի չարաշահման նշանները բացահայտելու համար։ Դա կլիներ տրավմատիկ փորձի դրական ժառանգությունը։ Ցավը գործողության, տառապանքը կանխարգելման վերածելու միջոց։ Դատավարությունից 6 ամիս անց պաշտոնապես բացվեց Հեղինե Սարգսյան հիմնադրամը։ Ռուբենը ընտրեց անունը, ի պատիվ մոր, ով ընդունեց այն հուզմունքի արդյունքներով։ Գլխամասային գրասենյակը գտնվում էր Դիլիջանի կենտրոնում վերանորոգված շենքում, հոգեբանական, իրավական բժշկական խորհրդատվության սենյակներով։ Հիմնադրամը անվճար ուղղորդում էր առաջարկում ընտանիքներին, ովքեր կասկածում էին տարեցների նկատմամբ բռնության, առողջապահության մասնագետների համար վերապատրաստումներ իրազեկման արշավներ։ Ռուբենը իր անձնական կարողության զգալի մասը ներդրեց նախագծում, բայց նա կարողացավ աջակցություն ստանալ այլ գործարարներից, հովանավորներից, ովքեր զգայուն էին այդ գործի նկատմամբ։ Բացման արարողությանը տիկին Հեղինեն կտրեց խորհրդանշական ժ. Պավենը։ Նա շողում էր, գրելով կապույտ երանգներով էլեգանտ հագուստ, սպիտակ մազերը կատարյալ հարդարված, քայլում էր առանց ձեռնափայտի, մուտքից մինչ ամբիոնը բաժանող 15 մետրը։ Հանդիսատեսը ոտքի կանգնած ծափահարում էր, շատերն արցունքներն աչքերին։
Նրա ապաքինումը հույսի կենդանի վկայություն էր, ապացույց, որ հնարավոր է հաղթահարել նույնիսկ ամենամութ իրավիճակները։ Տիկին Հեղինեն մոտեցավ խոսափողին, նրա ամուր ձայնը արձագանքում էր դահլիճում։ 1 տարի առաջ ես հազիվ էի կարողանում շարժել ոտքերս։ Ես շփոթված էի, վախեցած, համոզված, որ իմ անկախության օրերն ավարտվել են։ Այսօր ես այստեղ եմ ձեր առջ, ոչ միայն ֆիզիկապես ապաքինված, այլ նոր նպատակով։ Այս հիմնադրամը գոյություն ունի, որովհետև որդիս չհանձնվեց ինձանից։ Որովհետև մի քաջ տղա խոսեց, երբ կարող էր լռել։ Որովհետև նվիրված մասնագետները իմ բարօրությունը դրեցին ամեն ինչից վեր։ Եվ որովհետև մենք հավատում ենք, որ ոչ մի տարեց չպետք է անցնի այն, ինչով ես անցա։ Նա շարունակեց, նրա ձայնը լի հուզմունքով, բայց վերահսկվող։ Տարեցների նկատմամբ բռնությունը տեղի է ունեն։ Ում ստվերներում։ Այն տեղի է ունենում տներում, որոնք սիրող են թվում, խնամքի քողի տակ։ Այն տեղի է ունենում, որովհետև մենք վստահում ենք, որովհետև ուզում ենք հավատալ մարդկանց լավագույնին։ Բայց այն նա տեղի է ունենում, որովհետև մենք բավականաչափ ուշադրություն չենք դարձնում, որովհետև մենք նորմալացնում ենք փոփոխություններ, որոնք պետք է մեզ զգուշացնեն, որովհետև մենք կարծում ենք, որ տարեցները բնականաբար շփոթված, թույլ, կախյալ են դառնում։ Այս հիմնադրամը գոյություն ունի այս պատմությունը փոխելու համար։ Ընտանիքներին սովորեցնելու համար նշանները ճանաչել։ Տարեցներին հզորացնելու համար վստահելու իրենց բնազդներին։ Ստեղծելու պաշտպանության ցանց, որը գոյություն չուներ, երբ ես դրա կարիքն ունեի։ Ելույթին հաջորդեց հիմնադրամի ծրագրերի ներկայացումը։ Կլիներ շուրջօրյա հասանելի թեժ գիծ, բողոքների խորհրդատվությունների համար։ Շարժական թիմեր, որոնք կարող էին տնային այցելություններ կատարել կասկածելի իրավիճակներում։ Գործընկերություններ հիվանդանոցների կլինիկաների հետ, մասնագետների վերապատրաստման համար։ Եվ կրթական լագիր, որը կիրականացվեր դպրոցներում երիտասարդներին սովորեցնելով հարգանք հոգատարություն տարեցների նկատմամբ։ Գաբրիելը, որն այժմ 11.5 տարեկան էր, այդ կրթական ծրագրի փորձնական նախագծի մաս էր կազմում։ Նա կկիսվեր իր փորձով, ցույց տալով այլ երեխաներին, թե ինչպես նրանք նույնպես կարող էին զգոն պաշտպանող լինել։ Արարողությունը լայնորեն լուսաբանվեց մամուլում։ Հիմնադրամի մասին լուրերը աջակցության ալիք առաջացրին ամբողջ երկրում։ Մարդիկ կիսվում էին իրենց պատմություններով, ոմանք օգնություն էին խնդրում, ուրիշներ առաջարկում էին ռեսուրսներ կամ կամավորություն։ 2 ամսից էլ քիչ ժամանակում հիմնադրամն արդեն սպասարկել էր ավելի քան 200 ընտանիքի բացահայտել 15 կասկածելի դեպք, որոնք հանգեցրել էին պաշտոնական հետաքննությունների։ Ռուբենը անխոնջ աշխատում էր, իր ժամանակը բաժանելով իր գործի հիմնադրամի մեջ։ Բայց նա գիտեր, թե որտեղ էր իր սիրտը։ Կորպորատիվ շահույթները աննշան էին թվում, համեմատած կյանք փրկելու ազդեցության հետ։ Տիկին Հեղինեն նույնպես ակտիվորեն ներգրավվեց։ Նա դարձավ հիմնադրամի խոսնակը, մասնակցելով հարցազրույցների, դասախոսությունների միջոցառումների։ Նրա պատմությունը ոգեշնչում էր այլ վերապրողներին խոսելու, օգնություն փնտրելու, ճանաչելու այն ամենից, ինչ տառապել էին։ Նա միշտ կրկնում էր նույն հաղորդագրությունը. դա ձեր մեղքը չէր։ Դուք մանիպուլյացիայի զոհ էիք։ Օգնություն կա։ Հույս կա։ Նրա խոսքերը շոշափում էին սրտերը, փոխում կյանքերը։ Առանձնատանը առօրյան նոր հավասարակշռություն էր գտել։ Անահիտը շարունակում էր որպես խոհարար, բայց այժմ նա համակարգում էր տան փոքր անձնակազմը, որը Ռուբենը վարձել էր։ Գաբրիելը, բացի իր ուսումը շարունակելուց, հանգստյան օրերին սկսեց օգնել հիմնադրամին, արխիվացնելով փաստաթղթեր, օգնելով այն ամենում, ինչ անհրաժեշտ էր։ Ռուբենը առաջարկել էր վճարել նրա ուսումը որակյալ մասնավոր դպրոցում, Անահիտը երախտագիտությամբ ընդունել էր։ Տղան փայլուն էր, հետաքրքրասեր, արժանի էր բոլոր հնարավորություններին։ Տիկին Հեղինեն Մարիանայի սենյակը վերածել էր նկարչական արվեստանոցի։ Նա իր ապաքինման ընթացքում հայտնաբերել էր մի արվեստի տաղանդ, որը նախկինում երբեք չէր ուսումնասիրել։ Նրա կտավները պատկերում էին հանգիստ բնապատկերներ, ծաղկած այգիներ, խաղաղության անդորրի տեսարաններ։ Դա նրա ձն էր, մշակելու տրավման, գեղեցկություն ստեղծելու ցավից։ Ռուբենը նրա մի քանի նկարներ կախեց հիմնադրամում, այս ելունները հաճախ էին հարցնում դրանց մասին։ Տիկին Հեղինեն ժպտում էր բացատրում, որ դրանք հույսի պատկերներ են, հիշեցումներ, որ մթությունից հետո միշտ լույս կա։ Գարնանային մի կեսօր, գրեթե 1 տարի բոլոր փորձությունների սկզբից հետո, տիկին Հեղինեն միայնակ քայլեց դեպի այգի։
Ռուբենը նրան դիտում էր պատշգամբից, պատրաստ միջամտելու, եթե անհրաժեշտ լիներ, բայց նրան օգնություն չպետք եկավ։ Նա անցավ քարե ճանապարհով, որը ոլորվում էր ծաղկամանների միջով, կանգ առավ դիտելու կոլիբրիներին, նստեց ծաղկած ծառի տակ գտնվող նստարանին։ Նրա շարժումները վստահ էին, նրա կեցվածքը ուղիղ։ Նա իսկապես ապաքինվել էր։ Ռուբենը ճնշող հուզմունք զգաց իր կրծքի մեջ։ Մայրը վերադարձել էր։ Ոչ միայն ֆիզիկապես, այլ իր էությամբ։ Այն ուժեղ, տոկուն, շնորհալի կինը, որին նա միշտ ճանաչել էր, վերադարձել էր։ Գաբրիելը միացավ Ռուբենին պատշգամբում։ Նայեք, պարոն Ռուբեն։ Տիկին Հեղինեն այգում է։ Նա մենակ քայլեց այնտեղ։ Տղան հպարտ ժպտում էր, կարծես նրա ապաքինումը նա իր հաղթանակն էր։ Եվ շատ առումներով դա այդպես էր։ Ռուբենը ձեռքը դրեց տղայի ուսին։ Գաբրիել, ես երբեք բավականաչափ չեմ կարողանա շնորհակալություն հայտնել քեզ արածիդ համար։ Դու փրկեցիր մորս։ Փրկեցիր ընտանիքս։ Տղան վեր նայեց, նրա աչքերը փայլում էին։ Ես պարզապես արեցի այն, ինչ ճիշտ էր, պարոն։ Մենք պետք է հոգ տանենք մեր սիրելիների մասին։ Ռուբենը գլխով արեց, չափազանց հուզված խոսելու համար։ Այդ գիշեր ընտանիքը հավաքվեց ընթրելու պատշգամբում։ Տիկին Հեղինեն, Ռուբենը, Անահիտը, Գաբրիելը կիսեցին մի պարզ, բայց իմաստալից ճաշ։ Նրանք խոսեցին գալիք օրերի, հիմնադրամի պլանների, առօրյա փոքր ուրախությունների մասին։ Կային ծիծաղներ, կար ջերմություն, կար անկեղծ սեր։ Անցյալի տրավման դեռ գոյություն ուներ, սպիները դեռ առկա էին, բայց դրանք այլս չէին սահմանում, թե ովքեր էին նրանք։ Նրանք գոյատել էին, հաղթահարել էին, գեղեցիկ բան էին կառուցում ավերակներից։ Ռուբենը նայեց իր մորը, առողջ երջանիկ, խաղաղություն զգաց։ Մղձավանջն ավարտվել էր։ Արդարությունը հաստատվել էր։ Եվ հիմա, զինված փորձով վճռականությամբ, նրանք իրենց նվիրեցին ապահովելու, որ այլ ընտանիքներ չանցնեն նույն բանով։ Հեղինե Սարգսի Անի հիմնադրամը կաճի, ավելի շատ մարդկանց կհասնի, ավելի շատ կյանքեր կփրկի։ Դա այն ժառանգությունն էր, որը նրանք ընտրեցին թողնել։ Ոչ թե զոհերի, այլ վերապրողների, ովքեր դարձան պաշտպաններ։ Ամիսները վերածվեցին տարիների։ Հիմնադրամն ընդլայնեց իր գործունեությունը դեպի այլ մարզեր։ Հաջողության պատմությունները բազմապատկվում էին։ Տարեցներ փրկված բռնության իրավիճակներից, ընտանիքներ վերամիավորված, հանցագործներ արդարադատության առաջ կանգնած։ Ռուբենը դարձավ ազգային հեղինակություն տարեցների նկատմամբ բռնության դեմ պայքարում, հաճախ հրավիրվելով դասախոսելու կոնֆերանսներում խորհրդատվություն տրամադրելու հանրային քաղաքականության վերաբերյալ։ Տիկին Հեղինեն 81 տարեկանում մնում էր ակտիվ կենսունակ, նրա պատմությունը ոգեշնչում էր հազարավորներին։ Գաբրիելը մեծացավ, որոշեց բժշկություն սովորել, ոգեշնչված բժիշկ Բեատրիսից խոցելի մարդկանց խնամելու ցանկությունից։ Ռուբենը ամբողջությամբ ֆինանսավորեց նրա ուսումը, այդ ներդրման մեջ տեսնելով ոչ միայն երախտագիտություն, այլ խնամքի պաշտպանության ցիկլի շարունակություն։ Այն տղան, ով փրկել էր իր մորը, այժմ շատ ուրիշներին կփրկի որպես բժիշկ։ Ձմեռային պարզ առավոտյան, իրենց կյանքը փոխած իրադարձություններից 5 տարի անց, Ռուբենը տիկին Հեղինեն այցելեցին ընտանիքի հայրապետի գերեզմանը։ Նրանք թարմ ծաղիկներ դրեցին, մի քանի րոպե լուռ կանգնեցին։ Տիկին Հեղինեն վերջապես խոսեց։ Նա հպարտ կլիներ այն ամենով, ինչ մենք կառուցեցինք, Ռուբեն։ Այն ծով, թե ինչպես մենք ցավը վերածեցինք նպատակի։ Ռուբենը համաձայնեց։ Այո, մայրիկ։ Եվ նա հպարտ կլիներ քեզանով, քո ուժով, քո ապաքինմամբ։ Նա ժպտաց, նրա աչքերը լցված արցունքներով, բայց փայլուն։ Մենք վերապրողներ ենք, որդիս։ Եվ հիմա, մենք նա պահապաններ ենք։ Մենք հոգ ենք տանում միմյանց մասին։ Այդպես էլ պետք է լինի։ Նրանք ետ քայլեցին դեպի մեքենան, կողք կողքի, համաչափ քայլերով։ Արը փայլում էր ամպերի միջով, ոսկեգույն ճառագայթներ նետելով քաղաքի վրա։ Նոր օր էր, լի հնարավորություններով, զերծ անցյալի ստվերներից։ Նրանք դիմակայել էին մթությանը, ավելի ուժեղ էին դուրս եկել։ Եվ նրանք կշարունակեին իրենց առաքելությունը, օրեցօր, ապահովե։ Լով, որ լույսը միշտ հաղթի խավարին։ Սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Ռուբենի, տիկին Հեղինեի քաջ Գաբրիելի պատմությունը խորապես շոշափել է ձեր սրտերը։
Այս պատմությունը մեզ հիշեցնում է մեր սիրելիների նկատմամբ ուշադիր լինելու, մեր բնազդներին վստահելու գործելու կարողությունը, երբ ինչ-որ բան ճիշտ չի թվում։ Այս հուզական ճանապարհորդությունը շարունակելու համար մենք պատրաստել ենք հատուկ երկաթցանկ, նույնքան գրավիչ պատմություններով, որոնք ուսումնասիրում են տոկունությունը, ընտանեկան սերն ու հաղթահարումը։ Դուք կարող եք այն գտնել այստեղ, սեղմելով ձախ կողմում։ Եթե այս պատմությունը արձագանք գտավ ձեր մեջ, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին հավանել տեսանյութը։ Ամեն օր մենք ներկայացնում ենք եզակի պատմություններ, որոնք նշում են մարդկային կյանքի բարդությունը, ոգու ուժն ու հույսի զորությունը։ Կիսվեք ձեր մտորումներով մեկնաբանություններում, պատմեք մեզ, թե ինչպես է այս պատմությունը ազդել ձեզ վրա։ Ձեր մասնակցությունը հարստացնում է մեր համայնքը։ Կհանդիպենք հաջորդ պատմության մեջ, որտեղ կշարունակենք ուսում։ Նասիրել մարդկային փորձի խորությունները։ Մինչ շուտով, հիշեք։ Երբեք մի թերագնահատեք ուշադիր լինելու ձեր սիրելիների մասին հոգ տանելու ուժը։